Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, մեծաբի եթերում Մեծա Արենան է, ես Արթուր Հայրապետյանը, այսօր զրուցելու եմ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ, Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ, բարի երեկո։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Սիրով միշտ։ Տիկին Գալստյան, մենք տեսնում ենք, որ քարոզարշավը Նիկոլը իր ձևաչափով եւ ինչպես ասում են, իր օրինաչափությամբ առաջագծել։ Դեռ ամիսներ առաջ ինքը ընկել է այսպես դռնեդուռ, խոստումներ եւ այդ ծեծված խաղաղությունը, բզկտված քարտեզը, որ այդպես կպցրել է դոշին եւ ժողովրդին է փորձում մատուցել եւ ասել, որ մենք այլևս ապրելու ենք անվտանգ, խաղաղ եւ եթե դուք մեզ չեք ընտրելու, նույնիսկ ամիսը, հա, նշում, ասում է սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Եթե այդ խաղաղությունը արդեն հաստատված է եւ կա, ինչ տարբերություն Նիկոլը կլինի, թե Լիլիթ Գալստյանը, վարչապետ։ Նախ ընդհանրապես այդ խաղաղությունը չկա։ Չկա խաղաղություն եւ խաղաղության դուք շատ դիպուկ մի բան արեցիք, ինչ որ փակցրել է կրծքին, եկեք ասենք փակցրել է օձիքին Հայաստանի ինչ որ պլաստիկի ուրվագից եւ ըստ էության Հայաստանի իրեն թվում է թե Հայաստանի անվտանգային միակ երաշխիքը դա է եւ իրականում դա է, որովհետեւ մենք անվտանգային որևէ երաշխիքներ չունենք, բացարձակապես երաշխիքներ չկա եւ եթե Հայաստանում հաստատված է խաղաղություն, ինչպես իրենք են նշում այդ քաղաքական թիմը, դա ոչ մի կերպ չի զուգահեռվում այն խսույթի հետ, որ արտահայտում են Նիկոլ Փաշինյանը կամ իր թիմակիցները, այն վախեցած, տրկամիտ, նվաստացած քաղաքացու, նվաստացած մարդու եւ նվաստացած քաղաքական թիմի ներկայացուցիչներ, օրինակ ինչպես Արսեն Թորոսյանը, որը օրերս համեկի պաշտոնական քարոզչամեքենան, այսպես ասեմ, քաղաքական ուժի պաշտոնական քարոզչամեքենայի գործիքը հայտարարեց, որ մենք չենք պաշտպանելու Արցախում ցեղասպանության ենթարկվող մշակութային ժառանգությունը չենք պաշտպանելու, որովհետև դա խաթարելու է խաղաղությունը։ Ինչ ինքնիշխան։ Այո, եւ ինչ ինքնիշխանության մասին կարող է խոսք լինել կամ ինչ խաղաղության մասին, երբ որ այդ վախեցածները նույնիսկ վախ ունեն Արարատի անունը տալու կամ պաշտպանելու մեր մշակութային ժառանգությունը, ընդ որում Հայաստանի մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանումը լինի Հայաստանի տարածքում թե Հայաստանից դուրս պարտադիր սահմանադրական պարտականությունն է իշխանությունների, որտեղ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված որ Հայաստանի կառավարությունը, Հայաստանի իշխանությունը, Հայաստանի պետությունը, Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է նաև Հայաստանից դուրս հայ մշակույթի պաշտպանությունը, ուրեմն այս արտահայտություններ անողները եւ գրեթե ամեն վարքյան Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսում թե պիտի մոռանանք եւ գիտեք ինչ ասեց օրերս մի բառ գործածեց շրջահայաց լինենք եւ լռանք սա ոչ թե խաղաղության մասին է այլ շարունակվող կապիտուլյացիայի մասին տալ հանձնվել հաշտվել եւ կորզել իշխանությունը իսկ ես կասեի աթոռ ինչ որ մի խմբակի աթոռ ընդհանրապես մեկ խմբակի աթոռ հարմարավետություն, չգիտեմ, կյանքի հաճույքներ, որտեղ կա զրո քաղաքական պատասխանատվություն, ազգային պետական մտածողություն եւ այսինքն Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի տիրույթում կորզվող Հայաստանից կորզվող շագրենու կաշվեպես կորզվող եւ փոքրացող այս տիրույթում չի կարող խաղաղություն լինել։ Եվ նաև ուր են այդ խաղաղության երաշխիքները, երբ որ Հայաստանի հետ Ալիևը ամեն օր շարունակում է խոսել շանտաժի լեզվով, պահանջատիրության լեզվով, ահաբեկելու լեզվով եւ սրան ավելացնեմ նաև որ Արևմտյան Ադրբեջանը իրենց խոսություն սա պաշտոնական քաղաքականություն է, պաշտոնական ծրագիր քաղաքականություն է, որը հատուկ կառավարվում է իրենց նախագահականի, Ադրբեջանի նախագահականի կողմից եւ ինչպես ասում են Աստծո օր ցանկացած խոսույթ Ալիևի
Հայաստանի նկատմամբ պահանջատիրություն է։ Եթե սա է խաղաղությունը Սյունիքի հաշվին, Սևանի հաշվին, եւ նաեւ խաղաղություն, երբ որ ունենք ռազմագերիներ Արցախում, խաղաղություն, որի ժամանակ մեր բարձունքները, ռազմավարական նշանակության բարձունքները օկուպացված են թշնամու զորքերի կողմից, սա ոչ թե խաղաղություն է, այլ շարունակվող կապիտուլյացիա կամ քաղաքական ինքնասպանություն, որտեղ սա քաղաքական ինքնասպանությունը ինչ իմաստով, մենք շատ ենք օգտագործում ինքնություն բառը։ Եվ այդ ինքնության մեջ նաև երեք այդ անձնագրերը, որ նմուշները մեջտեղ ելան, սա մեր ինքնության կրտումի, ոչնչացման, Հայաստանի թրքացման, ինչու մի հայ, գիտեք, ես ասում եմ եւ փշակաղում եմ, որովհետեւ ոնց կարող էր տեսականորեն գոյություն ունենալ այն հայը, որը կմերժեր Արարատը։ Եվ ընդ որում նաև խոր վիրապի Արարատի տեսարանը, որ ուղղակի ազգային խորհրդանիշ է, սիմվոլ է, սրանք եկել են նույնիսկ խմբագրելու մեր ինքնությունը, եղկելիորեն խմբագրելու, ջնջելու, իմ ջարից իրական Հայաստանի գաղափարախոսությունն էլ է այդ մասին, եւ ուրեմն նախ ես վիրավորվեցի, երբ որ դուք ասում եք ինչ տարբերություն Նիկոլը թե դուք որ գաք իշխանության, խնդրում եմ այդ համեմատությունը, որովհետեւ եթե խաղաղությունը կա, ինչ տարբերություն Նիկոլը կմնա թե չի մնա։ Այո, հա ամեն դեպքում այդ համեմատությունը ինձ հաճելի չէ, կներեք որ ասում եմ, իսկապես հաճելի չէ, որովհետեւ մենք արժեքային բևեռներ ենք, ոչ միայն ես, այլ իմ քաղաքական ուժը, դաշնակցությունը, իմ դաստիարակությունը, իմ արժեքային համակարգը եւ այս քաղաքական ուժի արժեքաբանությունը հակոտնյա են կներեք նաեւ թշնամական եւ ես չեմ կարող ես երբեմն խորհրդարանում համեմատելու չի, ես երբեմն խորհրդարանում այսպես նայում եմ ինձանից աճ իմ գործընկերներն են ըստ էության քաղաքական մեծամասնությունից եւ գիտեք մտածում եմ շարունակ այդ հարց ունեմ որտեղ ստեղծվեցին, որտեղ գոյացան, որտեղ կերտվեց այս տեսակը, մեծամասնության այս տեսակը, որոնց մի մասը բացահայտորեն ուրանում է սեփական պատմություն, արմատ, արժանապատվություն, գնում է նվաստացման ճանապարհը, ինչպես օրինակ Արսեն Թորոսյանը կամ նույն Նիկոլ Փաշինյանը ասելով, իսկ երբ է դա մերը եղել եւ հետո այդ խոսույթը տարածվում է հանրության մեջ, Եվ երբեմն հոգեբանորեն հավատացեք, որ ինձ համար դժվար է նաև շնչել մի տարածքում, որտեղ այդ մտածողությունը կա, որտեղ սա ոչ թե գիտության, անիմացիության, սա ուղղակի թշնամական քարոզ է, թշնամական գոյություն է, եւ սա հայ ժողովրդի լինելիության, քաղաքակրթական լինելիության, այսպես քաղաքակրթական լինելիությունը ուղղակի ջնջող, գիտակցված քաղաքական կուրսը որի հետ նախ եւ առաջ ես շատ մենք միասին ենք խոսում, բայց ես ուզում եմ որ զրույցը իմ ժողովրդի հետ լինի, մեզ լսողի հետ լինի։ Եվ հայ մարդը պիտի հասկանա, արդյոք այն ինչ որ մեզ մատուցվում է խաղաղության անվան տակ, որը շարունակ տալու, մերժելու, հրաժարվելու, բաժանելու, ինքնությունը անդամահատելու, հանիր ինձանից իմ պատմությունը, իմ ժառանգությունը, իմ մշակույթը, իմ աղթամարը նույնիսկ իմ Կիլիկյան թագավորությունը, Միջնադարյան, չգիտեմ, մանրանկարչությունը, ազատագրական պայքարները շարժումը, որը ես ասեմ, հանիր Արարատը իմ հայացքից եւ իմ մտքից, ես չեմ որպես ազգություն, բայց դրա հետ միասին, միգուցե շատերին թվա թե դրանք պարզ զգացական բաներ են, բայց հանիր քեզանից հիշողությունը, եւ դու կհասկանաս, որ կենթանուց տարբերվում ես հիշողությամբ, պատկանելիությամբ, արժանապատվությամբ ամենակարևորը Եվ այն խաղաղությունը, որ մենք ենք ուզում, իսկ մենք պատերազմ չենք ուզում, մեր քաղաքական ուժը պատերազմ չի ուզում, մենք գալիս ենք կայուն դարձնելու խաղաղությունը։ Խաղաղություն, որը կկվի պատմությունը չի կամ ոնց էր համը իմ բալի, ոչ էլ այդ փիլիսոփայության մեջ է։ Խաղաղություն, որը ունի երաշխիքներ, խաղաղություն, որը չի գալիս ինձ սպանելու եւ ասելու, «Էսա քո խաղաղությունը», երբ որ դու չկաս։ Երբ որ դու չկաս, ինքը մենք մի սեպի մեջ ենք կամ մենք մի ակցիայի մեջ ենք, որի արտաքին քաղաքական կամ անվտանգային դոկտրինում հայը թշնամի է։ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար։ Էս է իրականությունը։ Իսկ մենք պիտի հասնենք խաղաղության ոչ մեր իրավունքների, անանցելի իրավունքների, ոչ ցեղասպանության շղթման ճանապարհով իմիջիայից, երբ որ գնացել է Շվեյցարիա եւ հայտարարում էր, որ մենք դեռ պիտի հասկանանք ցեղասպանությունը այդ ինչպես եղավ Եվ դա Հայաստանի համար, այո, ցուցակներ եւ այլն, այսպես հավաքում ես մանրակիրտը եւ տեսնում ես թե մենք ինչ ազգային ուրացման եւ դավաճանության ճանապարհ ենք անցնում,
Եվ սա խաղաղության մասին չի։ Սա ուղղակի քաղաքական եւ քաղաքակրթական ինքնասպանություն է։ Տիկին Գալստյան, նայեք, մենք անընդհատ խոսում ենք եւ քաղաքական օրակարգեր են ձևավորվում ամենօրյա ռեժիմով, բայց ընդդիմությունը կարծես իր օրակարգը չի կարողանում, հա, այսպես առաջ տանել։ Մենք անընդհատ Նիկոլի օրակարգով ենք փորձում մեր օրը սկսել եւ լրատվամիջոցներն էլ ուզած-չուզած անդրադառնում են։ Օրինակ, ինչպես է ստացվում, որ այդ օրակարգը մենք չենք կարողանում հաղթահարել։ Կապ չունի ինքը այնտեղ ինչ անում, հա, օրինակ այդ բզկտված քարտեզը որ կա, երբ որ տալիս է քաղաքացին չի հարցնում, այստեղ ինչ կա պատկերված, օրինակ Սևանի հյուսային հատվածը կա, Տավուշը կա, օրինակ, չգիտեմ, Սյունիքը կա, Ջերմուկը կա, թե չկա, Երասխը կա, այն ինչ որ պիտի սահմանազատվի եւ սահմանագծվի։ Չեն հարցնում եւ այդ մարդիկ միայն այդ արտաքին գեղագիտական բանն է, հա, իրենց գուցե։ Ընդ որում գեղագիտական չի, ոչ թե Հայաստանի ուրվագիծը, այլ այդ պլաստմասայի, չգիտեմ, ինչը ինքը գեղագիտության մասին չի։ Իրականության մեջ սա գեղագիտության մասին չի եւ ես մի բան եմ ուզում ասել, նախ ուզում չհամաձայնել, թե ընդդիմությունը չունի իր օրակարգերը։ Բայց հաղթում է իրանց օրակարգը։ Գիտեք ինչու, որովհետեւ նախ այո, ինչ որ իմաստով նրանք աշխատում են շատ այսպես չարի տաղանդով, չար ուժի, սատանայական տաղանդով են աշխատում, շարունակ ընթացքների լրատվական խցանումներ առաջացնել ամեն տեսակի պատմություններով, ընդ որում կիսաբաց լուսամուտներ հիշեցնող վարքով, բարոյականությամբ, ամենակարևորը վարքով, բարոյականությամբ եւ հանրությունը խժռում է։ Բայց այդ ուրվագիծը ցավում է, որ Հայաստանի ուրվագծի մասին ենք խոսում, բայց դա խոսում է այն մասին, որ մեր իրականության մեջ քաղաքականությունը եւ քաղաքական արժեքները իջեցվել է կենցաղի մակարդակ։ Այդ ուրվագծի մեջ այսօրվա իշխանության ամբողջ փիլիսոփայությունն ու ռազմավարությունն է տեղավորված ուրանալ Արցախը, որտեղ չկա Արցախը։ Արցախը իմ հայրենիքն է, Արցախը մեր վահանն էր։ Եվ գիտեք, այսօր անընդհատ մարդկանց ուղեղի մեջ, որտեղ ինքը այդպես խոսում է ոչ թե ժողովրդի հետ նախ եւ առաջ Ալիևի հետ է խոսում եւ քաղաքական մուրացկանությամբ եւ մեսիջներ հասցնելով իր հոգեվոր հայրերին մեկը Բաքվում, մեկը Անկարայում քաղաքական մայրաքաղաքում, որ սա է, խնդրում եմ, սա է, նկատի ունեցեք, որ սա է, ես ավելին չեմ գնալու, պետք է լինի մի քիչ այսպես ճզմեմ բանկը ճմրթեմ եւ այլն, որտեղ ինքը հայ ժողովրդին, մեր ազգային շահերը, պետական շահերը ուղղակի ոչ թե ճմրթել է, ներկայացնողը չի, ոչ միայն ճմրթել է, այլ խեղել է, նա խեղել է եւ ցավոք սրտի, երբ որ այս Պանդորայի արկղը բացել է կամ ինչպես ասում են Օվերտոնի լուսամուտը, ավելի շուտ թե Պանդորայի արկղն է բացվել, թե Օվերտոնի լուսամուտը, եւ կամած այս թերապիայի, հիպնոսային թերապիայի մեջ կաթիլ հայ մարդու, ոնց կարող էր հայ մարդու խղճի հոգու ականջի մեջ լցվել Արցախը մերը չի խոսույթը։ Ես ասում եմ, երբ շաքաղում եմ, որովհետեւ ավելի անթույլատրելի եւ մեր հայրեն այդքան հաշտ լինել արյան կորստի հողի հայրենիքի հիշենք նրա անդիմադիր տարիները, հա, ինքը իր ամբողջ անդիմադիր տարիները փորձեց ասել, հա, որ Արցախը մեր կոկորտին է մնացել, Արցախը արցախցիներ եւ այդ հայ արցախցի խոսույթը նույնիսկ այդ բաժանարար գծերն էր ինքը փորձում սերմանել եւ որոշ շրջանակների մոտ ստացվեց ինչ խոսք։ Բայց գիտեք, մենք նորից իր մասին ենք խոսում, որ ինձ բոլորովին հաճելի չի, բայց եթե վերլուծում ենք մեկին, որը այսօր իր սուբլիմացիաները, չէ, իր դրսևորումները, նա միևնույն երևույթի նկատմամբ 7-8 անգամ հարություն աստիճանում միացից այսպես հակասող եւ բևեռային տարբերությամբ տեսակետները հայտնել։ Մեկ Արցախամերն է եւ վերջ, մեկ ով ասեց որ մերն է, ես շփոթել եմ, ես չեմ հասկացել, հիմա այսպես այնպես, այսինքն մենք գործ ունենք վարքով անառողջ հոգեվարքով, իսկապես անառողջ սադրիչ, մանիպուլյատոր եւ այլն, օրինակ, գիտեք, ես գիտեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենսդրությամբ խորհրդարան կոնգրեսը սենատի խոսքով նրանք որևէ նախագահի հոգեկան առողջության այսպես ստուգման եւ adekvatության անելու իրավունք ունենք։ Ես երբեմն դե խորհրդարանում շարունակ իր վարքի, խոսույթի, կազմվածքի ինչպես ասում են body language, մարմնի լեզվի հետ շատ տեսնելը դու երբեմն ոչ թե երբեմն շատ հաճախ կամ ճնշող մեծամասնությամբ այդ վարքը adekvat վարք չի եւ շատ հոգեբանական
բարձր որակի, այսպես գնահատական հոգեբանական եւ հոգեկան առողջության, այսպես ասեմ, տարբեր մասնագետների տեսակետներ եմ լսել, որոնք մի խոսքով լավ բան չեն ասում։ Այո, լավ բան չեն ասում։ Բայց ինձ թվում է մեկ-մեկ ինքը խաղում է, թեև ինքը խոստովանեց, չէ, որ գիժ եմ խաղում։ Դա էլ է խոստովանել, բայց եկեք անցնենք առաջ օրակարգերին, որովհետև չեմ ուզենա մեր թանկ ժամանակը շարունակ սևեռվենք նրա վրա, որովհետև նա մեր հանրության ակաժներն էլ է խցանվել, մենք այս անցնող գոնե 20 թվականից այս կողմ նվազագույնը 20-ից այս կողմ, եթե ոչ 8 տարի ախտորոշել ենք այս իշխանության էությունը, բովանդակությունը, նպատակադրումները, ապազգային եւ ապապետականությունը եւ նաեւ դուք քիչ առաջ ինչ-որ ինստիտուտների մասին ակնարկեցիք Հայաստանում չկա որևէ ինստիտուտ Հայաստանում եւ ինքը հատուկ գնում է ինստիտուտների ջախջախման նպատակադիր ծրագրով ինստիտուտների ջախջախման որովհետև Հայաստանում ինչպես միջազգային տարբեր զեկույցներն են արձանագրում Հայաստանը վաղուց մեկ անձի ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմ է եւ ինքը բազմաթիվ անգամ ուղղակի ոտքերն է սրբել սահմանադրության վրա երկրի սահմանադրական կարգի վրա ասելով ով այն դատավորը լցնեմ պատվալները ես եմ որոշում դու Գործուր լիզով ինչ ասես ամեն ինչ այդ բոլոր բաները դրա համար եւ նաեւ հայ իրականության ամենաբարձր հեղինակություն ունեցող ինստիտուտը բնականաբար հայ առաքելական եկեղեցին է եւ այդ արշավը եկեղեցու նկատմամբ բոլորովին վեհապարին ուղված չի ազգային դիմադրության ինստիտուտների ջախջախման ճանապարհով եւ այսօր մենք տեսնում ենք այս սկսեցինք մեր զրույցը նախընտրական շրջանից ամբողջ նախընտրական շրջանը վաղուց է հայտարարվել այդտեղ էլ այն մասին որ Այո, թքած ունես սահմանադրության ընտրությունների մասին օրենքի եւ քարոզարշավ ինչ ուզում են անում են Հայաստանը մեր պատկերացրած ինստիտուցիոնալ երկիրը չի, որտեղ վարքը պայմանավորված է օրենքներով, բացարձակապես ոչ։ Ինքը ամբողջ ադմինիստրատիվ ռեսուրսը այսօր թոշակի տեսքով 10000 այդ ողորմելի ընտրակաշառքը, չգիտեմ, գյուղատնտեսական վարկերի տեսքով, սոցիալական ծրագրեր, ասֆալտ, այդ բոլորը իմ եւ քո հարկատուներիս հարկատուներիս հաշվին ինքը առնում է, այսպես ոնց ասեմ, բանի մեջ ընդդարմացման վիճակում աստեղծում ժողովրդին հենց վարչական ռեսուրսի օգտագործելով եւ անգերվակալորեն օգտագործելով ուժայիններին, բանտերը լցնելով քաղաքական բանտարկյալներով, իմ եւ քո զրույցները եւ բոլորի զրույցները անարգել լսելով, մարդ անհարմար ազգում սեփական տան մեջ նույնիսկ 20 հանգույցից օգտվի։ Մենք ապրում ենք այսօր այդ միջավայրում, քաղաքական բանտարկյալների մասին ասեցի, ռեպրեսիաներ, նույնիսկ Վենետիկի հանձնաժողովը անգամ իր երաշխավորությունների մեջ ունի, որ ընտրությունների նախորդող գոնե 1-ից 6 ամիս 1 տարուց 6 ամիս ժամկետում առանցքային փոփոխություններ պիտի չանեն, բայց նույնիսկ օրենքներ են փոխում մարդու անունի հետ պայքարելով, այս է մեր մթնոլորտը։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ դուք ասում եք այլ օրակարգ չկա, ոչ, ես ուզում եմ կներես Արթուր Սիրելի, դրա հետ ես չհամաձայն եմ, որովհետև այսօր քաղաքական մեծ ասպարեզ թե նորիչած եւ հատկապես քաղաքական թենաբնակները ազգային ընդդիմադիր քաղաքական ուժերը տեսլականներ են ներկայացնում եւ ես մեր ուժի մասին խոսեմ Հայաստան դաշինքը արդեն մեր համակիրների հետ բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել եւ մենք թե կրթության, թե մշակույթի, թե գիտության եւ թե փոքր եւ միջին ձեռնարկատիրության, սոցիալական եւ այդ բոլոր քաղաքականությունների նաեւ խաղաղության մասին մենք մեր մոտեցումները ներկայացրել ենք նույնա trip, այսպես ասած, առայժմ դեռ նախաստորագրած trip-ի վերաբերյալ մեր մոտեցումները։ Իսկ տրամադրությունները ո՞նց է մարդկանց տրամադրությունը։ Գիտեք, ասեմ, տրամադրությունները ինչպես են, որովհետեւ այս իշխանությունների շահին է գալիս հուսահատության մթնոլորտի տարածումը։ Ինչ կլինի վաղը։ Հուսահատեցնել մարդկանց, որ հուսահատվածները չգնան ընտրա տեղամաս։ Բայց ես օգտվելով առիթից, թե նախընտրական չի մեր հանդիպումը եւ ավելի լայն թեմաներից ենք խոսում, բայց մեր ամենամեծ թշնամին այսօր հուսահատությունն է։ Մեր ժողովուրդը, մեր հայրենակիցը պիտի հասկանա, որ ամսի 7-ին ոչ թե ինձ քեզ սրան այս կամ այն քաղաքական ուժին անդրում, այլ իրապես Հայաստանի լինելը եւ չլինելը։ Ընտրությունը ամսի 7-ի քաղաքակրթականն է։ Եվ դա սովորական ընտրություններ չեն, հա, խաղաղ պայմաններում, երբ որ նախկինում ենք ունենք։ Սա ինձ թվում է կարա լինի մեր վերջին ընտրությունը հայկական, որովհետև այո շատ ճիշտ նշեցիք, լինելու մասին է խոսքը։ Լինել եւ չլինելու մասին է,
Եվ գիտեք, երբեմն փոփոխությունները այ երբ որ ասում ես անդադ օրակարգում խցանում կա, չէ՞, շատ հաճախ այս անդադ նոր նյութերի մատակարարումը դրանք տեղեկատվական տեխնոլոգիաներ են եւ այլն, գիտես ինչ մասին եմ խոսում, անդադ ինչ որ նոր նյութեր մտցնել սևեռումը շեղել, որ այսօր սրա մասին վաղը նրա մասին խոսեն եւ շատ հաճախ այդ տեղեկատվական խցանման մեջ առողջ մտքեր եւ այլն հանրությունը չի կարողանում ընկալել եւ այսօր ըստ էության ժողովուրդը մատնված է երկընտրության մի կողմից հրեշայնացվող շարունակաբար հրեշայնացվող այսպես ասած ընդդիմադիր դաշտը ազգային ընդդիմադիր ուժերը եւ մյուս կողմից խաղաղության կեղծ սնամեջ դատարկ որևէ հիմք չունեցող իր բդույթով ինքնասպանական կեղծ խաղաղություն, որը պարտադրված է Հայաստանից Հայաստանը կորզելու խաղաղություն է սա։ Ինքնասպանության մասին է խոսքը։ Եվ երբ որ մենք խոսում ենք խաղաղության մեր պատկերացումները, միջազգային եւ աշխարհի քաղաքական այս իրականության մեջ Հայաստանի ճիշտ դիրքավորման, Հայաստանի հավասարակշռված կամ բալանսավորված արտաքին քաղաքականության կամ կոմպլեմենտար ասենք քաղաքականության մասին, ազգային կրթական համակարգի, մշակութային քաղաքականության մասին, որը պիտի հարգի, բխեցնի ազգային մշակութային ժառանգությունից, այն զարգացնի եւ նաեւ մեզ դարձնի մրցունակ իբրև այս մշակութային հրաշալի բեռ ունեցող, լավ իմաստով ժառանգություն ունեցող ժողովրդի համար մենք խոսում ենք ընդհանրապես Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման մասին։ Ես քաղաքական հնաբնակ եմ, ինձ լավ ճանաչում ես արդեն 30 եւ ավելի տարիներ։ Գիտեք, մենք եղել ենք ընդդիմադիր Սերժ Սարգսյանի շրջանում, եղել ենք ընդդիմադիր Լևոն Տեր-Պետրոսյանի, այսինքն այս քաղաքական կենսագրությունը կա, բայց Հայաստանում երբեք ցինիկությունը, լկտիությունը, ամենաթողությունը, իրավական կանարեք բեսպրեդել ասեմ, որ ավելի ժողովրդային բառով ասեմ, Հայաստանում երբեք այսպեսի իրավիճակ չի եղել։ Եվ չի խրախուսվել, տիկին Գարստան։ Եվ չի խրախուսվել խորհրդարանում։ Այս իշխանությունը նաև խրախուսում է, որ դու պետք է լինես եւ լավ բան է։ Սա խրախուսել չի, սանձարձակությունն է, տվել է կարտ բլանշ, ինչ ուզում եք արել, եւ ամենավատը, թերևս այս օրերի վեր գնալով խորացող, երբեք հանրային ատելության մթնոլորտ այսպեսի Հայաստանում չի եղել եւ առաջին բանը անկեղծ ասեմ մեր քաղաքական ուժի դաշնակցության իմ ամենակարևոր խնդիրներից մեկը այսօր Հայաստանում վերականգնել ներազգային համերաշխությունը այս պարակտվածությունը ատելությունը ամենաթողությունը ես քայլում եմ փողոցում եւ երբ որ լսում եմ որ հայ կինը մեր գերիների մասին այդ խոսույթով է խոսում եւ այդ չեմ ուզում կրկնել ցավացնողը, բայց հետո լսում ես, որ այդ խոսույթը ազգային ժողովից են որսացել եւ падգամավորներ կան, որոնք ասել են, «Այդ թող գերի չգնեին» եւ գերին մարդ։ Չեմ ուզում ավելին ասել, որովհետեւ ցավեցնող է, ես իրավունք չեմ ուզում այդ մասին խոսել, բայց հանրային առողջացումը, բարոյական ճգնաժամը, բարոյական եւ արժեքային դեգրադացիան պիտի կասեցնել, որովհետեւ ես ինքս նաեւ շատ պատճառներով պիտի կասեցնել, ես ինքս շատ միջազգային կառույցներ եւ այլն օտարների հետ եմ շփվում, որոնք ճանաչում էին Հայաստանը, որոնք բանակցային գործընթացի մաս են կազմում, շատ օտար գործընկերներ իրենք են զարմացած, թե այսինչ կատարվեց հայ ժողովրդի հետ, ինչպես կարող էր այսպիսի այլասերման ազգամերժումի, որը ինքնամերժումն է, որը ինքնամերժումի այս եւ ատելության եւ չարի սերմերը ինչպես այսպես տարածվեցին։ Եվ մենք մեծ խնդիր ունենք վերագտնելու մեզ։ Մենք մեր տեսակը վերագտնել, որովհետեւ ես մերժում եմ այն կնոջը, որը փողոցում անիծում է Արցախցուն, հասկանում եք։ Անիծումը Արցախցին չգիտի ասի, ես արցախցի եմ, թե ոչ։ Եղել է տաքսի եմ նստել եւ վարորդին դուք արցախցի եք, ինքը մի րոպե այսպես մտածում է, ասեմ թե չասեմ, ինչ արձագանք կստանա։ Այո, շատ ճիշտ դիտարկում, նույն բանը ես եմ ունեցել, ոնց կարող էր այսքան ոչ անգլերեն բառը empathy, այսքան ոչ կարեկից անգութ, հայերեն անգութն, այսքան անգութ լինել եւ չգիտակցել, որ այս մարդկանց 120,000, 150,000
3000-ամյա հողից տնավեր անել բերել քո քաղաքականության պատճառով։ Լավ, սովորական շարքային քաղաքացին դա միգուցե իր մեղքն էլ չի քաղաքացու առանձին, բայց չլինել կարեկից, չգիտակցել, չմտնել իր հոգեվիճակի մեջ, չկա ընտանիք, որը չունենա ողբերգություն, զոհ, տուն, կենսագրություն, ճակատագիր, չգիտեմ, մարդ մի բան չորացած ծառա տեսնում իր բակում, չի կարողանում հաշտվել դրա հետ։ Դուք ո՞նց եք այդպես մտածում։ Եվ ամենակարևորը ամսի 7-ից հետո մեզ գտնելու մասինն է։ Մեր արժանապատվությունը, մեր բարոյականությունը, մեր ազգային ինստիտուտները ոտքի կանգնեցնելու մասին է եւ ուղղակի այս նվաստացումը հաղթահարելու։ Փաշինյանի հետ ունենալու ենք չգոյություն իբրև հայ։ Ազգային քաղաքական ուժերի հետ մենք ունենալու ենք վերածնունդ, ազգային համախմբվածություն, արժանապատվություն եւ Հայաստանի իրավունքների պաշտպանություն։ Տիկին Գալստյան, նայեք, իհարկե ընդդիմությունը գնում է այսօր ազգային ուժերը, գնում են հաղթելու Նիկոլին, ես վստահ եմ։ Բայց եթե ստացվում է այնպես, որ թող լեզուս պապանձվի, բայց Նիկոլը ընտրվում է։ Կրկին մենք այն 5 տարիները, որը մենք ձեզ անընդհատ մեղադրում ենք, ասում ենք մանդատները խիվար չդրեցիք եւ այլն, բայց մենք այս 5 տարիները կորցրած տարիներ ենք համարում եւ այս 5 տարիների մեջ նաեւ Արցախը ամբողջապես իշխանության հանձնումից հետո ընդդիմությունը որևէ բան չկարողացավ ոչ փողոցով, ոչ ազգային ժողովով, չստացվեց, չկարողացան եւ դա գուցե մեր բոլորիս մեղքն է, որովհետեւ միայն չէ որ դուք այնտեղ կարող եք անել ինչ որ բան, մենք էլ այստեղ փողոցը չենք կարող կառավարել, բայց կրկին մենք մնալու ենք Նիկոլի իշխանության այդ կքված վիճակում, որովհետեւ ընդդիմություն լինել Նիկոլին դա ոչ միայն անշնորհակալ գործ է, դուք տեսնում եք ամենօրյա ռեժիմով ինչ օրի եք, ո՞նց է լինելու, ես չեմ կարող պատկերացնել։ Ես ուզում եմ նախ մեր այսօրվա զրույցի մինչև այս հարցը մեր ամբողջ խոսույթը, մեր երկխոսությունը հաղթելու եւ այս կործանման թափանիվը կասեցնելու մասին էր եւ ես այդտեղ մեծ լավատեսություն ունեի, այո, ախտորոշում էլ ունեի, բայց լավատեսություն, որովհետեւ եկել է իսկապես արթնանալու, սեփական խղճի հետ խոսելու եւ քո զավակների ճակատագիրը ընտրելու ժամանակը։ Ես այնուամենայնիվ հայ մարդու խոհեմությանը, հայ մարդու շրջահայացությանը եւ որպես հայ մնալու այդ երթումին հավատում եմ։ Բայց մենք նաև Նիկոլին ճանաչում ենք Տիկին Գալստյան։ Բոլոր հնարավոր մեկ երևակայության մեջ գուցե չտեղավորվի ինքն ինչ կարող է անել։ Գուցե ճիշտ ես ասում, որովհետև բնականաբար ես մեր քաղաքական ուժ եւ այլն հաշվարկներ ունենք, մենք գիտենք, որ նա բացարձակապես կարմիր գծեր չունեցող, ինչ ասեմ, իր անձնական օրինակից ընտանիքից միջև այլ կարմիր գծեր չունեցող մարդիկ են եւ նույնիսկ պատրաստ է ամեն ինչի, այդ գիտակցում ենք։ Ես կարող եմ ասել, մենք մտածում ենք միայն պլանայի մասին, որը հաղթելն է, բայց բնականաբար որևէ շրջահայաց քաղաքական ուժ, պատասխանատու քաղաքական ուժ իր արսենալում պիտի նաև երկրորդ պլանը ունենա, այդ հաշվարկները պիտի ունենա, բայց գոնե այս պահին նախ մի բան ասեմ, որ այո 5 տարին նաև մաշումի տարիներ էին, գուցե եւ մեր համար մաշումի տարիներ, որտեղ դուք տեսնում եք թե ամեն օր ինչ ճակատակ, ինչ նողկալի նաև բախման եւ ամեն օր դուք դասես մեկին գումարած մեկ հավասար է 2 եւ դիմացին ասես միգուցե ճշտ ենք արդյոք բան, գիտեք ինչ նողկալի բանի մեջ ենք, շրջապատույտի մեջ ենք, բայց այս 5 տարիները ես կարծում եմ մեր հանրության աչքերը բացելու տարիներ էին նաև որովհետև Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ ունի իր վարկանիշի անկում ունի եւ այդ վարկանիշի անկումը, մաշեցումը նրա, ժողովրդի հանրային իրազեկումը, բացահայտումները եւ այլն, այդտեղ մենք վստահաբար չէ դերակատարություն ունենք։ Այո, մենք մեր վերջնական նպատակին չենք հասել եւ դա ըստ էության ապամոնտաժումներ այս իշխանությունների եւ երկրի փրկություններ։ Բայց ունենք հուսադրող որոշ հաշվարկներ, որ ազգային ընդդիմադիր դաշտում հնարավոր է գետընտրական շրջանում
կոալիցիաների ձևավորումը եւ դա չեն մերժում հիմնական քաղաքական դերակատարները։ Ես նաև կուզենամ, որ մեր ընտրողները շատ ուշադիր լինեն, որ այսօր շատ հաճախ ընդդիմության մորթու տակ թաքնված որոշ ուժեր, որոնք այդ 19-ի մեջ կան ընդդիմության մորթի հակած ուժեր, որոնք եկել են ձայներ փոշիացնելու եւ դրանք պրոքսի իշխանության պրոքսի քաղաքական ուժերն են եւ mən չեմ ուզում անուններ հնչեցնել եւ մենք ամեն դեպքում գիտենք դրանք ովքեր են եւ գիտենք թե դրանք ինչ կերակրատաշտակից են օգտվում։ Մենք գիտենք, որ այս քաղաքական իշխանությունները շարունակ ժողովրդին դեմոնիզացնում են հիբրիդային պատերազմներով, տեղեկատվական պատերազմներով, հայցքները սևեռածա դեպի հյուսիս, բայց ամենամեծ հիբրիդային իրենք են, երբ որ Եվրոպային ուղակի կոչ են անում, որ եկեք Հայաստան Եվ այս են քաղաքական ուժն է, որը խոսում է Հայաստանի ինքնիշխանությունից։ Այս են քաղաքական ուժն է, որը գնացել էր եւ իր պարտությունները Պուտինին համոզում էր, ասում էր, դե որ դու ասեցիր, մենք տվեցինք Արցախը։ Բայց դու ինքնիշխան ես։ Կամ մեկ այլ բան, կարծեմ Դանիել Յովհաննիսյանն այո, ամերիկյան սենատորների կամ կոնգրեսականների փոխանցել տեղեկություններ։ Դու հրավիրես, այսինքն դու էմիսարներ ես բերում Հայաստան։ Իրանք էին ասում դրսից Իրանք էին մեզ ասում դրսից մարդիկ բերում եւ ըստ էության կամ արտգործ նախարարը բան Մարիա Կալասի դռներում բաննա աջակցությունն է ակնկալում եւ սա իհարկե մենք հասկանում ենք, որ սա եւ մեր ժողովուրդը պիտի հասկանա, որ Եվրոպայի դռները այնուամենայնիվ Հայաստանի առջև բաց չեն, ինչպես տեսանք Վրաստանի պարագային բացվում են, փակվում են եւ վաղուց քաղաքական մեծ քաղաքականությունը վաղուց շահերի բախման եւ սեփական շահերի սպասարկման կոնտեքստը ունի։ Այսօր էլ տարածում էին, որ այլևս լինելու այնպես, որ վիզաներն են վերանալու եւ դուք ազատ մուտք ու ելք եք ունենալու եվրոպական ցանկացած պետություն, եթե մեզ ընտրեք։ Ճիշտ են ծիծաղալու օրենքի պես, որ ԿՊՆ ընդունեց, կարծեմ երկու նախադասությունից էր բաղկացած, որ Հայաստանը հայտարարվում է Եվրոպայի մաս եւ անդամակցելու իր մտադրությունը։ Ծիծաղալու մի բան, մի նախադասություն եւ լիքը այնց մարդիկ այնց կուլ տվեցին այդ հաբը, թե մենք դառնում ենք եվրոպական ընտանիքի անդամ, ինչպես օրեր առաջ նույնիսկ էլի քարշական մետրիկով հայտարարեցին, թե սակագինն են էլեկտրական սակագների ժանա 40%-անոց սակագնի ուրեմն նվազեցում ատեղնում, բայց երբ որ ուրեմն դա ոչ թե բուն մեր վճարելիք սակագնին է վերաբերում, այլ միացմանը, որը սպառողների շահերի հետ կապ չունի եւ այդ սակագինը ժամանակին կարծեմ 2 տարի առաջ հենց իրենք էին բարձրացրել։ Ուզում եմ ասել, այսքան էժան մանիպուլյացիաների պիտի մեր ժողովուրդը չտրվի, պիտի հասկանա սրանց էությունը, բովանդակությունը։ Եվ դուք այսօր նաեւ նիստի ժամանակ, երբ որ դատախազին հարց տվեցի կաթողիկոսին վերաբերող, ես կոնկրետ հասկացա, որ այս մարդը ազգային շահ որպես այդպեսին չի գիտակցում դին գալսան։ Այս մարդիկ լավ, այս իրավական դատական իշխանությունը, որ շրիշակի մակարդակից ցածրացրել են, նվաստացրել են նույնիսկ դատավորներին, իրավաբաններին եւ իրենք չեն մտածում, որ Նիկոլի քաղաքականությունը, Նիկոլը առհասարակ մաշվել է, վաղը գնալու է ոնց լինի, բայց իրենք որպես մասնագետներ մնալու են այդ դաշտում։ Ոնց կարելի է այս աստիճան նվաստացնել իրավական դատա, իրավական համակարգ։ Ես կարծում եմ դուք ուղղակի հռետորական հարց տվեցիք, այո, որովհետև նախ Նիկոլը իր մերձակա շրջապատին զոհաբերելու մեծ տաղանդ ունի եւ շատերը կան օրինակներ անունները չասեմ, նույնիսկ ուրացման, որովհետև իր փախուստի տարիներին այս կամ այն տանը բան այսպես հանգրվան գտածներին այսպես ասում են փուրը տվել սրանց էլ կտա։ Գիտեք, ես էլ էի մտածում, այսօր դատախազը երբ որ ասում է ես ազգային շահը չեմ պաշտպանում, ես պետական շահն եմ պաշտպանում, սա նշանակում է ոնց չհասկանալ, որ պետությունը առանց ազգի չի լինում։ Ոնց չհասկանալ, որ ինքը հաշվետու է սեփական ժողովրդին նախ եւ առաջ ոչ թե Նիկոլին, բայց սա հիշեցնեմ, սա այն դատախազն է, գլխավոր դատախազը, որը հակառակ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված դատախազի անկախության մասին, ամրագրումների եւ դատախազության մասին օրենքին կառավարության նիստում ասում է զեկուցում եմ պարոն վարչապետ, ինքը շարունակում է մնալ վարչապետի օգնականի կարգավիճակում, ես ավելին կասեմ, ինքը գործիք է։ Եվ ես շատ եմ ափսոսում, որովհետեւ ես սովորաբար սիրում եմ երիտասարդ կանանց, որոնք
մասնագիտական կարիերա այն անում եւ մանավանդ գիտելիքների պաշարել ունեն, բայց դառնալ գործիք օրվա իշխանություններին, այն էլ պրոֆեսիոնալների, ինչպես դատաիրավական համակարգը կամ գիտության կամ մշակույթի համակարգը, սա ուղղակի նողկալի է եւ պետք է մի փոքր գրագետ լինել կամ հիշողություն ունենալ եւ հասկանալ, թե այդ ուրացման ճանապարհին քանի իրենց նմաններն են մնացել, բայց միթե իրանք հաշտ են սեփական խղճի հետ։ Երբ որ ակնհայտորեն հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, ինչպես ես բարձրաձայնեցի, հակասահմանադրական գործընթացներ են որդեգրված։ Պետությունը անջատ է եկեղեցուց, սահմանադրության երկու հոդվածով եւ նույնիսկ օրենք կա հայ առաքելական եկեղեցու եւ պետության հարաբերությունների մասին։ Եվ քո աչքի առաջ խաթարվում է սահմանադրական կարգը, տիկին գլխավոր դատախազ, բա դու կամ հայտարարում է այս քաղաքական ուժը ԿՊ-ն հայտարարում է, որ պիտի այս ընտրական ծրագրում պիտի բարենորոգենք, հասնենք վեհապարի հրաժարականին եւ հասնենք հրաժարականին եւ մյուսն էլ կար, որդեգրենք եկեղեցու կանոնակարգի բարեփոխում։ Դու վես որ բարեփոխես իմ 1700-ամյա եկեղեցուն, որը ունի իր բարենորոգման Եվ համայն հայության առաջնորդին համայն հայության առաջնորդը, որը ոչ թե 3 միլիոնանոց Հայաստանի նորին Սուրբ Օծություն Տեր ամենայն հայոց գարեգին ամենայն հայոց, ինչ ասեմ։ Եվ այս մարդիկ կարող են խոսել օրենքից, ակադեմիական գիտելիքներից, ուղղակի սա հաճկատարություն է։ Սա ոչ դրա համար մեկ անգամ եւս ամրագրենք որ Հայաստանը վաղուց ոչ սոցիալական, ոչ իրավական եւ ոչ ժողովրդավարական երկիր է, այլ մեկ անձի ձեռքում կենտրոնացած բռնատիրություն, որի վերջը պարտավոր ենք տալ ամսի 7-ին։ Եվ տիկին Գալստյան վերջի հարցը, հա, մենք սոցհարցումներով էլ հիմա որ նայում ենք, Նիկոլի Վարկանիչը բավականին ցածր է։ Նույնիսկ ամերիկյան այն հարցումները, որը իրենք փորձում են այդպես հետազոտել, նույնիսկ 8%-ը չէր հաղթահարում։ Բայց այդ 8%-ը կամ այն 20%-ը կամ 10 քանի տոկոսը, որ ունի, այդ մարդիկ վազելով գնալու են ընտրությունների։ Մենք ինչպես կարող ենք այն 80%-ին, որը մեր պես է մտածում ազգայինով, ինքնությունը գիտի ինչ բան է, գոյաբանությունը գիտի ինչ բան, այդ մարդկանց ինչպես կարող ենք տնից այդ օրը դուրս հանել, որովհետև այդ մարդկանց մեջ մարդիկ կան, որ ասում են, գիտեք ինչ, դե լավ, դե ամեն ինչ որոշված է, այն որ ասում են ոտքս կոտրվեց չգնայի դրան ընտրեի, բայց այդ մարդիկ վստահություն չունեն, հա, ոչ թե երկրի հանդեպ, այլ քաղաքական ուժերի հանդեպ։ Մենք այդ մարդկանց վրա պետք է կարողանանք այս 1 ամիսը աշխատել։ Շատ ճիշտ դիտարկում ենք անում, ես ամբողջովին հաստատում եմ դա, որովհետև իսկապես նաև նիկոլականությունը, մենք էլ իրանց մասին ենք խոսում ականաշուտանալով, բայց այդ նրանք ունեն իրանց լատենտ, կայուն, ինչ ասեմ, բոլոր սենսորները անջատած, բայց պետական ծառայողներն էլ են գնալու։ Եվ քարացած ընտրազանգված ունեն, որոնց ուղղակի բանականությունը չի հասնում, գալիս խփում գնում է, փակել են, ինչպես ասում են, շլյուզները փակված մի հասարակություն, որը գնալու է, եւ դրանք հաստատ գնալու են։ Հաղթելու մեր ճանապարհը հնարավոր բոլոր տարբեր ընդդիմադիր սեգմենտներին, որտեղ մի մասը ինձ հարգում է, ինձ նկատի իմ քաղաքական ուժին, մյուսին պետք է այնպես անել եւ շատ լավ է, որ այնուամենայնիվ այս քաղաքական գունաբնակում կան գոնե 3-4 քաղաքական ուժերը, որոնք կարող են բավարարել քաղաքական տարբեր քիմքին։ Բայց միշտ հայ մարդը պիտի իր մտքի մեջ ունենա երկու ընտրության ում եմ ընտրում եւ ում չեմ ընտրում, որ դու տանը մնում ես, դու ակամայից ուժեղացնում ես եւ ընտրում ես օրվա չարիք իշխանություններին, իսկ գնալով ընտրության դու նվազացնում ես իր քանակը, ուրեմն պիտի գնալ։ Եվ իսկապես դա շատ կարեւոր է մարդկանց միջից հանել հուսահատությունը, ընկճվածությունը, քիչ ժամանակ չի եւ մեծ էլ ժամանակ չի, այս 40 օրը, հա, ասենք թե պիտի ուղղակի հասկանալ չգնալու գինը։ Ինչպես դու ասացիր մեկ անգամ, սիրելի Արթուր, սա պարզ ընտրություն չի, սա լինելիության, բովանդակության ընտրություն է, ինչպիսի Հայաստան։ Միգուցե քարտեզի վրա Հայաստան անունը կմնա, եթե սրանք լինեն, բայց դա կլինի լոգիստիկ ինչ-որ մի տարածք, բան թուրանական միջանցքի, սպասարկման, սպառողական ինչ-որ մի բան,
չեք տեսնում Հայաստանում ամբողջ փիլիսոփայությունը ասում է Կնուտի Պրանիկի տեսարան եւ քաղցրավենի հաց եւ տեսարաններ, ասենք թե քաղաքացու օրվա այդ միջազգային աստղեր, որոնց չեմ ուզում գնահատական տալ, բայց ցեղասպանությունից 1 օր հետո եւ շարունակ դմ բանանը բթացնել ուղիղ հաց եւ տեսարան, թոշակ, վարկերդ կփակեմ, չգիտեմ, վարձերդ եւ այլն։ Լավ, ինչպես առաջել էինք ասում, ես հնաբնակ եմ եւ ասել եմ 5000-ով հայրենիք մի վաճառեք, այն ժամանակ նախկինների ժամանակ եմ ասել եւ հիմա ասում եմ, որովհետեւ ես դուք ինձ լավ եք ճանաչում, ես երբեք չեմ լռել եւ ասել եմ նախկինների ժամանակ մի վաճառեք ձեր ապագան 5000-ով, ասել եմ այդ տարբեր տարիներին եմ ասել եւ խորհրդարանում եմ ասել 7-ից 12 թվականներին, ինչ շատ լավ գիտես, իմ բոլոր պայքարները բնապահպանական, քաղաքաշինական, մշակութային, մարդու իրավունքներ եւ այլն, դրա համար հիմա ել ավելի բարձր ձայնով իրավունք ունեմ եւ պիտի խոսեմ։ Եվ մի ժողովուրդը պիտի ուղղակի հասկանա, որ սա պարզ մերժում չի։ Եդ ինչպես նախկիներին մերժում, տենց հրեշային ասելով մերժեցին։ Մերժումի մասին չի, բայց դու մերժում ես քո չլինելու, քո թուրքացմանն ես մերժում, քո գոյությունը պահելու ընտրությունն է։ Գնա եւ ընտրիր, եթե այս կամ այն 3 քաղաքական, 4 քաղաքական ընդդիմադիր ուժերի մեջ ընտրի այն ուժին, որը քիչ թե շատ մոտ է քո հայացքներին եւ պատկերացումներին։ Մարդիկ ներկայացնում են Հայաստանի իրենց տեսլականը, քաղաքական ուժերը նկատի ունեմ եւ նաեւ ակնհայտ է, որ մեկ քաղաքական ուժ, ինչպես այսօր, համանդրական մեծամասնություն չի ունենալու։ Եվ այնտեղ խորհրդարան անցած քաղաքական ուժերը, ընդդիմադիր քաղաքական ուժերը ձայների հանրագումարով կազմելու են կոալիցիա, որտեղ վստահաբար դու կգտնես քո արժեքները։ Ի վերջո, ինչպես ես իմ վստահությամբ կարող եմ ասել, որ այս խորհրդարանում հայտնված այն համոզում ունեմ քաղաքական ուժերը չեն գնային լուրացման ճանապարհով։ Այն ողբերգությունն է, ցեղասպանությունը, ի վերջո ցեղասպանությունն է տեղի ունեցել։ Եվ ես խոսում եմ քաղաքագիտական ամենապարզունակ բաների մասին, պարտվողը, պարտվածը, շարունակական պարտվածը չի կարող լինել դեր շարունակել բանակցողը։ Իսկ մենք դեռ թղթի վրա խաղաղություն չունենք, թղթի վրա նույնիսկ ամրագրված խաղաղություն չունենք։ Ուրեմն սա ոչ թե խաղաղությունն է, այլ շարունակվող կապիտուլյացիա նշանակում է հանձնվում եւ հրաժարվում քո իրավունքներից եւ քո ապագայից։ Ուրեմն ոնց որ թե ավարտում ենք, ճիշտ է։ Ես նախընտրական ստացվեց մեր զրույցը։ Մենք իհարկե մինչև ընտրություններ կրկին կխոսենք, բայց ես նաև հարցրի շատ ձեր ցուցակում, օրինակ, այս ցուցակում, որը որ կա, Գեգամ Նազարյաններ էլ չկան։ Խորը համոզում ունեմ, որ չկան եւ չպիտի լինեն։ Չէինք սպասում, հա, որ դե շատերը մենք էլ չենք սպասում եւ լռության բաժանվեցինք եւ գիտեք ամեն մեկը ինքնագրում դնում իր ստորագրությունը եւ որոշում իր բովանդակությունը եւ ճակատագիրը։ No comment։ Այո։ Շնորհակալ եմ զրույցի համար, հուսանք, որ այն ինչի մասին որ խոսում էինք, մեր ընտրազանգվածը, որը գուցե անտարբեր է, այս մեկ ամիսը խորհելու, լիքը այսպես թափվելու տեղ ունի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք։ Յուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ